Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, այսօր մի քիչ ուշ ժամի եմ եթեր մտել, ուզում եմ մի քիչ ավելի շուտ մտնեմ, բայց չստացվեց, սակայն չուզեցի հետաձգել, ցանկացա այսօր մտնել եթեր, ինձ համար մի հատ շատ կարևոր առանձնահատուկ թեմայով եմ այսօր խոսելու, անդրադառնալու, կխնդրեմ տարածեք այս տեսանյութը, որտեղ ըստի շատ կարևոր թեմա է, որը վերաբերում Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմավարությանը, նույնիսկ կասեմ նաև ընդհանրապես պետական ռազմավարությանը, մի քանի րոպե սպասեք, որտեղ ես անոնսը չէի տեղադրել, որ լինելու եմ ուղիղ եթերում, դրա համար մարդիկ ուղղակի չգիտեն, որ ես եթերում եմ լինելու, դրա համար որպեսզի մարդիկ հասցնեն միանան, մի քանի րոպե պարզապես սպասենք եւ կանցնեմ բուն թեմային, մինչև այդ ով որ միացել եք, խնդրեմ գրեք ինչպես է երևում, ձայնը պատկերը ինչպես է, որպեսզի ես իմանամ, կան խնդիրներ պատկերի հետ, կան խնդիրներ ձայնի հետ, թե ոչ, մի քանի րոպե սպասենք, արձագանք եք խնդրում, տեսնեմ ձայնը ինչպես է, կապի հետ խնդիրներ կան թե չէ, ձայնի հետ փաստերից ինչ կա նոր բան, ճիշտ ասած հարցը չհասկացա, փաստերից ինչ կա նոր բան, հարցը ճիշտ ասած չհասկացա փաստերից, մի քանի րոպե սպասենք, հարգելի հայրենակիցներ, կխնդրեմ եթերը կիսեք, որտեղ կարևոր թեմայի եմ անդրադառնալու, ինձ համար շատ կարևոր, շատ ոչ միայն ինձ համար, ուղիղ ամենաուշ 1 րոպեից ես կսկսեմ, 1 րոպե սպասենք 60 վայրկյան եւ ես կսկսեմ, կանցնեմ բուն թեմային։ Միշտ այդ խնդրում եմ, եթե արձագանքեք զորամասերից, զորամասերից դեռ ոչինչ չկա, նորություն չկա։ Չգիտեմ, ինչնաց խոսքը ինչ զորամասերի մասին է գնում։ 1 րոպեից ես կսկսեմ, քանի որ անոնց չի տեղադրել, պարզապես սպասում եմ մի քիչ մարդիկ միանան եւ ես անցնեմ բուն թեմային։ Եթերը կխնդրեմ տարածեք, ես ուշ ժամի եմ մտել, դրա համար մեզ չեմ կարծում որ շատ մարդ միանա, բայց ամեն դեպքում կրկնությունը, շնորհակալ եմ շատ հարգելի Մերի Ստեփանակերտ, շնորհակալ եմ հարգելի Մերի, շնորհակալ եմ Սարգիս Պողոսյան, որ արձագանքեցիք, ձայնը լավ է շատ, շնորհակալ եմ շատ, որ արձագանքեցիք։ 30 վայրկյանից ես կանցնեմ բուն թեմային, մինչև այս մի հեռախոս ձայն անջատեմ, որովհետև իմ Telegram ալիքում, իդեպ կարող եք բաժանորդագրվել իմ Telegram ալիքին, ուրախ կլինեմ։ Հղումը իմ Facebook-յան էջերում գրառումների ցանկում կա, պարզապես ձայնը անջատեմ, որովհետև եթե իմ Telegram խմբում մեկը հանկարծ գրառում անի ինչ-որ նյութ տեղադրի, այսպես ձայնը շնորհակալ եմ հարգելի Տաթևիկ Պապիկյան, շնորհակալ եմ, որ միացել եք հարգելի Տաթևիկ Պապիկյան, տեսեք, սահմանների ճիշտ ասած ձերծ եմ մնում առաջինը ես տեղեկություն տարածեմ, այսօրվա իմ թեման սահմաններից չի, սահմաններից այս պայն տեղեկություն չունեմ, ամենայն դեպս այս պայն ոնց որ թե ոչ մի նորություն չկա, ինչ որ իմ ունեցած տեղեկություն, դե պարոն Աուգանեզովային ողջունում եմ, իմ լավ Facebook-յան ընկերոջը որ միացել է, սահմաններից տեղեկություն չունեմ, չգիտեմ ինչա կատարվում, բայց ոչ մի արտառոց բան այս պայն չկա, ինչքանով որ ես եմ տեղեկացված, ձայնը անջատեցին, որպեսզի հանկարծ Telegram-ում եթե գրեն, մոտ չծնգա այդ պահին, դեպքը ուրախ կլինեմ, որ բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին, իմ Telegram ալիքին, շնորհակալ կլինեմ։ Հիմա անցնենք երևի թե բուն թեմային։ Ես էլ եմ դե շնորհակալ հարգելի Տաթևիկ Պապիկյան, որ միացել եք, հետևում եք ընկերներ, խնդրեմ ես մեկ անգամ եթերը կիսվել, կտարածեք, շնորհակալ կլինեմ։ Հիմա անցնենք բուն թեմային։ Խոսել եմ, ինչպես արդեն ասեցի, շատ կարևոր ինձ համար թեմա է, ինչպեսին պետք է լինի Հայաստանի ռազմավարությունը։ Տեսեք, մի փոքրիկ նախապատմություն, որպեսզի հասկանալի ես ինչի մասին եմ խոսելու։
անկեղծ ասած հարգելի Սարգիս Պողոսյան, ես չգիտեմ ինչ համաճարակի մասին է խոսքում, իրոք չգիտեմ։ Ողջունում եմ ձեզ Անի Գրիգորյան։ Ողջունում եմ ձեզ Անի Գրիգորյան ջան, չգիտեմ ինչ համաճարակի մասին է, անձամբ ես տեղեկություններ չունեմ, իրոք չգիտեմ։ Չգիտեմ, այդ չգիտեմ։ Հիմա տեսեք, ինչի մասին խոսքում։ Ինչ որ հիմա կասեմ, խնդրում չքաղաքականացնել, այդտեղ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, խնդրում եմ մեկնաբանությունների մեջ կամ իտալիաների մեջ չարձագանքել բուրն, ոչ ռուսական, ռուսամետ, ոչ էլ պրոարևմտյան քաղաքական թևերին, խոսք ինչ որ եմ ասում, քաղաքականության հետ կապ չունի, խնդրում չքաղաքականացնել։ Հիմա Պարզապես ապտի ասեմ, որովհետև սա շատ կարևոր դեր է խաղալ իմ այսօրվա եթերում։ Տեսեք, մի քանի ամիս առաջ, ինչպես բոլորս գիտենք, Իսրայելի ռազմաօդային ուժերը, Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նորից իմ ասում չքաղաքականացնել, բացառապես չոր փաստեր են, խնդիրը ոչ Իրանի Իսլամական Հանրապետության նվաստացնելն է, ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը գովելն է, ոչ էլ այն կողմին նվաստացնել կամ գովել։ Հիմա հաշվառ ժամերի ընթացքում Իսրայելը ինչպես ես էի կանխատեսում, մանրամասն նախորդին բացատրում էի ինչպես ինչ մարտավարությամբ, ինչ նյութատեխնիկական միջոցների կիրառմամբ, սպառազինության կիրառմամբ Իսրայելը ոնց հաղթահարելու եւ ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային հակարդարային պաշտպանություն շարքից հանելու, այդպես էլ եղավ մի քանի ժամվա մեջ նաև ռազմաօդային ուժերը, Իսրայելի ռազմաօդային ուժերը, Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը մի քանի ժամվա մեջ ամբողջությամբ ջնջեցին, կոտորեցին, բնաջնջեցին Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանությունը, հակարդարային պաշտպանությունը, զենթարթրային համակարգերը, զենթարթրային համալիրները, զենթարթրային համակարգերը ամբողջությամբ ջնջեցին, կոտորեցին, ռադիոլոկացիոն կայանքներ, ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետության օդը բաց էր։ Եվ ինչ օբյեկտ գրեթե ուզեին, Իսրայելի ռազմաօդային ուժերը կարող էին խոցել։ Դե մի հետաքրքիր բան։ Որոշ ռազմաարդյունաբերության կարևորագույն օբյեկտներ խոցեցին։ Վայ, հարգելի Աննա Օգանեզովա ջան, շատ զգացված եմ, շատ։ Օ, ջեմ, ողջույններ, հարգելի Աննա Օգանեզովա ջան, շատ խորապես զգացված եմ, ձեր շնորհավորանքների ընդունված է, շատ զգացված եմ, զգացված եմ, շատ ջեմ, ողջույններ, Աննա Օգանեզովա ջան, շատ զգացված եմ։ Հիմա կարևորագույն ռազմաարդյունաբերության տարբեր օբյեկտներ խոցեց Իսրայելը, բայց շատ կարևորագույն բաներ մի քանի օր առաջ որ հրապարակվել է, չէ՞, բացահայտվել է, ցույց տվեցին ստորգետնյա, այսպես ասենք, հրթիռային քաղաք են ասում, չէ՞, ցույց տվեցին այդ հսկա պայեսները հրթիռային սպառազինության Իրանի Իսլամական սարի մեջ։ Իսրայելը դրանք չկարողացավ ոչնչացնել։ Եվ նմանատիպ ռազմավարական կարևորագույն օբյեկտներ ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ չկարողացավ Իսրայելը ոչնչացնել։ Օդը բաց էր։ Իրանի Իսլամական Հանրապետության ողջ հակաօդային հակարդարային պաշտպանությունը ջնջված է ուղղակի։ Գոյություն չունի, չկա։ Թե դրանից հետո հասել է մի քանի զենթարթրային համակարգ մի մոտ միջին հեռավորության արտադրին իհաց չհասցնեն իրանցիները։ Բայց հիշում եք ես իմ Facebook-յան էջում, իմ YouTube-յան ալիքում ռուսերեն էլ, հայերեն էլ եթեր եմ ունեցել։ Այդ եթերները տեղադրված են իմ YouTube-յան ալիքում։ Երբ ասում էի, կա пассив պաշտպանություն, կա ակտիվ պաշտպանություն, կա пассив պաշտպանություն։ Այդ հակաօդային պաշտպանության համակարգերը, զենթարթրային համակարգերը, զենթարթրային համալիրները, զենթարթրաթնդանոթային համակարգերը եւ այլն։ Այդ սա ակտիվ պաշտպանություն, երբ որ դու կրակով հակազդում ես հակառակորդին, խոցում ես հակառակորդի օդային օբյեկտներ, օդային հարձակման միջոցները, լինեն հրթիռային օդային հարձակման միջոցներ, ինքնաթիռ ուղղաթիռային, այսինքն աերոդինամիկ օդային հարձակման միջոցներ, այսինքն լինեն բալիստիկ օդային հարձակման միջոցներ, բալիստիկ մարտավարական հրթիռների օպերացիա, բալիստիկ մարտավարական հրթիռների միջին մոտ հեռավորության, բալիստիկ հրթիռների միջին հեռավորության, բալիստիկ հրթիռների տեսքով, լինեն աերոդինամիկ թիրախներ, թեւավոր հրթիռների տեսքով, ինքնաթիռների ուղղաթիռների անօդաչության հարձակման միջոցով կապ չունի։ Դա ցախ դու խոցում ես, դա ակտիվ պաշտպանությունն է։ Դու կրակես բացում, նրանց խոցում, դա ակտիվ պաշտպանություն է։ Հիշում եք, երբ որ ես ասացի Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը պետք է լինի пассив։ Ոչ միայն մենակ пассив, չէ, բնականաբար։
Բայց ես ասացի իրականում, եթե դուք ուզում եք օբյեկտիվ գնահատական, Հայաստանից փրկելով հիմնականում пассив պաշտպանություն։ Եվ մանրամասն հիմնավորել եմ, շատ մանրամասն ինչի։ Դա չի նշանակում Հայաստանից հակաօթեն պաշտպանություն տենց բան չկա։ Ես չեմ ասում Հայաստանից հակաօթեն պաշտպանություն չպետք է առնի, ոչ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա ձեռք բերի հակաօթային պաշտպանության համակարգեր, զենիթատրային համակարգեր, զենիթատրային համալիրներ, ռադիոէլեկտրոնային պայքար համակարգեր անպայման պետք է արվի։ Բայց ես ասեմ իրականում Հայաստանից պարագայում այն որ իրականում ամենագործնականը պրակտիկ դա пассив պաշտպանությունն է։ Իսրայելը մի քանի ժամվա մեջ ջնջեց Իրանի Իսլամական Հանրապետության ողջ ակտիվ պաշտպանությունը, այսինքն հակաօթային պաշտպանություն, հակարդրային պաշտպանություն, զենիթատրամակարգեր, զենիթատրային համալիրներ, ռադիոլոկացիոն կանոններ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, пассив ռադիոտեխնիկական հետախուզման միջոցներ, հրթիռաթնդանոթային համակարգեր, առանձին թնդանոթային, զենիթաթնդանոթային համակարգեր, ինչ կա ջնջեց Իսրայել, կոտորեց։ Իրանցիները մնաց մենակ թե ասենք դյուրագիր զենիթատրային համակարգի, ՊԶРԿ, переносной зенитно-ракетный комплекс, разве что որ ուսից արձակվում է, որ ասենք Իսրայելի գերեզոր ռազմաօթային ուժերի դեմ ոչինչ բան։ Ինչ որ է, չի կարելի ասել ոչ բանը, բայց դա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ռազմական օբյեկտներ, որոնք փրկվեցին։ Գիտեք, թե փրկվեցին։ Ամբողջ օդը բաց էր Իրան, նույնիսկ եթե Իսրայելի ռազմական ղեկավարությունը որոշում կայացրի Այաթոլլահ Խամենեին ոչնչացնեն, 100% իմացեք, այդ գիշեր Այաթոլլահ Խամենեին չէր լուսացնի։ Ես դա ձեզ 100%-ով երաշխավորում, որտեղ որ օդը բաց է, ինչ ուզես կարած ջնջես, ոչնչացնես, ինչ ուզես։ Բայց շատ կարևոր ռազմավարական օբյեկտներ փրկվեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչի։ Պասիվ պաշտպանության շնորհիվ։ Երբ որ մի քանի ամիս առաջ իմ YouTube-յան ալիքում իմ Facebook-յան էջում իմ գիտական հաշվարկներով, մանրամասն գիտահետազոտական հաշվարկներով ներկայացնում էի, այս համար էի ասում։ Ասում էի Հայաստանի Հանրապետություն դա պետք է, եւ աստված տվել է մի բան Հայաստանի Հանրապետությունը, որ իմ համար միջուկային զենքից ավելի կարևոր է։ Մասսայական ոչնչացման զենքից ավելի կարևոր է։ Հեսա դրան կգանք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը փրկեց պասիվ պաշտպանությունը։ Մի քանի օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրապարակեց տեսանյութ կադրեր, որտեղ պատկերված էր սարի մեջ մի քանի կիլոմետր երկարությամբ թունելներ, որտեղ զին պահեստներ էր, հրթիռային սպառազինություն, շարած իրար հետևից գնում եւ այլ։ Այ որ մի 2 տարի ես արդեն ասում որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի նման ստորգետնյա ենթակառուցվածքներ եւ այլ, իհարկե այն ժամանակ ես գիտեի կարողացել հետաքրքրություն հայտարարել միայն Օգավ 44 ավիաբազայի մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօթային ուժերը փրկվեցին Օգավ 44 ավիաբազայի շնորհիվ։ Ռազմակայանի շնորհիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ավիացիան, ռազմաօթային ուժերը, Իսրայելի ռազմաօթային ուժերի դեմ դա մի բան է, որը չկա։ Ասենք եթե օդ բարձրանային իսրայելցիները հավատացնում ձեզ զորավարությունների ժամանակ ավելի բարդ վարժություններ են կատարում, օթային թիրախները որցալ խոցալ եւ այլ, քան թե ասենք իրանցիների ռազմաօթային ուժերը ջնջել, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօթային ուժերը շատ հին են Իսրայելի համեմատ։ Իսրայելը աշխարհում եթե երրյակը կազմենք 100% ամենահզոր ռազմաօթային ուժերի մեջ Իսրայելի ռազմաօթային ուժը մտնում են երրյակի մեջ։ Ես չեմ նստել իսրայելական գովքան, հետո չգեք, վայ իսրայելական գործակալ, խնդիրը Իսրայելին գովերը չի։ Նորից եմ ասում, չքաղաքականացնես, զրո քաղաքական երանգ ունին եթերում։ Սա զուտ մասնագիտական հաշվարկներ են, որոնցից կախված է Հայաստանի Հանրապետության ապագան։ Չքաղաքականացնել խնդիրը Իսրայելին գովելը չի։ Փաստն եմ ուղղակի արձանագրում։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօթային ուժերը, չնայած վերջերս ստացել են ռուսական կողմից 4++ սերնդի Su-35 կործանիչներ, многоцелевые истребители бомбардировщик поколения 4++, Сухой Су-30С, Сухой Су-35, Su-35S, Сухой Су-35S, поколение 4++։ Եթե Հայաստանի ռազմաօթային ուժերը ունեն Su-30S բազմաֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչները, որոնք պատկանում են 4+ սերնդի, մի հատ պլյուսով։ Իրանի Իսլամական մի քանի հատ ռուսական կողմը տվել է Su-35S, Сухой Су-35S, погодикация НАТО фланкер E+, истребитель бомбардировщик поколения 4++, այսինքն 2++, 4++ սերնդի։
Բայց ցանցից մի քանի հատ է։ Սրանք էլ որոտ բարձրան մեկը Իսրայելը 5-րդ սերնդի F-30, բայց այ ադիր գեր ժամանակակից 5-րդ սերնդի կորտանի չտեմ ոչ մի չեն կարող անել։ Սրանց ուղղակի ջնջելու էին անցնեն առաջ իրանցիներին ուղղակի Իրան իսլամական ռազմաճյուղը ջնջելու են պատմության մեջ նողարկին։ Բայց փրկվեցին իրանցիները, գիտեք ի՞։ Որովհետև մի քանի ռազմակայան ունեին ավիաբազա, подземная авиабаза։ Դոնցից մեկի մասին ես խոսել եմ, մեկի մասին ես գիտեի, տեղեկություն ես ստացել ու ճիշտ էր։ Կոչվում է Ուգավ 44։ Ուգավ 44-ը սարի մեջ փորված ավիաբազա է։ Իրանցիները առանց օդ բարձրացնելու, շնորհակալ Գև ջան, բարի օր, իմ լավ ընկերոջի Գևորգ Հարությունյանին ջերմ ողջույններ, շնորհակալ եմ Գև ջան, որ նայում ես։ Հույսով եմ ամեն ինչ լավ է, մոկոմոդ Գև ջան, քեզ լավ տրամադրություն։ Հիմա իրանցիներին փրկեցին, որ իրանց ողջ ռազմական ավիացիան գտնվում էր սարի մեջ։ Իսրայել չկարողացավ դա հաղթահարել, ոչնչացնել։ Այն դեպքում, որ իրանցիները սխալ էին կառուցել։ Ես Հայաստանի Հանրապետությունը առաջարկեցի ամենաունիկալ պրոյեկտը, որ ոչ թե նրա համար, որ ես գլուխ եմ, ախր իմ մոտ սա հաշվարկած է։ Ես կարող եմ նստել Հայաստանից ողջ ռազմական ղեկավարության առաջ 1000-ի վրա ապացուցեմ, որ ես ճիշտ եմ, ոչ մեկ չի։ Ընդդեմ ուղի եթերում։ Ոչ մեկ, շնորհակալ եմ Հալիելի Աննա Մկրտչյան, խորապես զգացված եմ հարգելի Աննա Մկրտչյան, շնորհակալ եմ որ ձեր ջերմ խոսքերի համար, շնորհակալ եմ որ միացել եք։ Իմ ամեն մարդ սիրում է, չի իր ստեղծածնացի, ես ստեղծել եմ դրանից ենքով ոչ մի բան չկա։ Մանավանդ Հայաստանի Հանրապետություն, մեկ-մեկնից մարդիկ ես տեսնում, որ ոնց ասեմ, մի հատ դանակ սրիչ են հնարել կամ դանակ սրիչ չէ, չգիտեմ, մի հատ խոհանոցի դանակ են հնարել, այ մենք, չէ, ես այդ մարդկանց դասին չեմ, եթե ասում եմ մի բան, իմ մոտ մասնագիտորեն միլիմետր առ միլիմետր նախագիծ ունեմ, նախագծել եմ, միլիմետր առ միլիմետր հաշվարկած ամեն ինչ։ Իրանցիները սխալ էին կառուցել։ Այսա մի քանի շաբաթ հետո, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե հարված են, շատ հավանական որ հարված են։ Ամերիկացիներ ունեն ավիառում, որ կարող այնտեղ ծակի հաց վերջը։ Այդ վաղ կտեսնեք ինչի է ասում իրանցիները սխալ են կառուցել։ Իրանցիները կարևորը հասկացել են սարի մեջ պետքա կառուցել, բայց չեն հասկացել ոնց պետքա կառուցել։ Իրանցիների մեջ թունելը գնում է ոնց որ գնաց, օրինակ սաղս գնացել ենք, չէ՞ բանում։ Դիլիջանի թունելը բոլորս մտել ենք, չէ՞, տեսել եք այդ թունելը ուղիղ գնում է, ուղիղ։ Իրանցիների մոտ էլ տենց գնում է պահեստը, սաղ շարած։ Եթե միտեղ ծակվեց հարվածի պայթյունի հարվածային ալիքը, взрывна ударная волна, միանգամից ջնջելով գնալու է սաղ։ Իրանցիները սխալ են կառուցել։ Հարավսլավիացիների շնորհիվ հիմա Հարավսլավիա պետություն չկա։ Շրատ իմ հոգում միշտ կա երկիր համար մեծություն է, մեծն Յոսի Բրոս Տիտոն, մեծն Մարշալ Տիտոն, վերջ իմ համար կա, իմ հոգում, բայց փաստացի չկա տենց երկիր։ Փլուզված է։ Հարավսլավիացիների շնորհիվ ես հիմքը հասկացա ոնց պետք է անել։ Առաջինը դա հասկացել են հարավսլավիացիները արդեն 60-ականներին, 67-70 թվականներին արդեն նրանք դա ունեին։ Հարավսլավիացիները տեսել են շվեդների մոտ։ Մի քիչ իրանքին են, որ ասում է դարաբոտելի։ Հիմքը ես տեսա նրանց մոտ։ Տես անկեղծ ասում եմ, հիմքը ես չեմ ֆայմեր։ Կարող է ես ինքս մենակ ինձ մնա չֆայմի։ Ուրիշ բան է, որ ես վերցրել եմ այդ գաղափարը, հասցրել գեր կատարելագործության, որը ունակ է միջուկային զենքի ու հարվածին դիմանա։ Եթե ամենայն իմ մոտ նորից եմ ասում, սա մանրամասն հաշվարկները, եթե ես շատ խանդով եւ շատ ասենց հիվանդագին իմ նախագծերին չբան չանե, կարող է մի հատ իմ գրատախտակի շուրջ նստեի այդ ցույց տայի ինչի շնորհիվ եւ ոչ մի գիտնական չէր կարող դրա այդ վիճեր ինչի շնորհիվ իմ հարվածային ալիքը չի կարող հասնի հիմնական գալերի իմ մոտ բաժանված է իմ մոտ կան հիմնական թունելներ եւ հիմա կա հիմնական գալերեան որտեղ պահվում է ողջ կարևորագույն սպառազինություն եւ այլն Իրանցիների մոտ չկա հիմնական գալերեա, իրանցիները չեն հասկացել այդ նախագծի կարևորությունը։ Ուղիղ գնում է, միտեղ եթե պայթից սաղ է նրանց մոտ պայթելու, իմ մոտ եթե միտեղ պայթի չի հասնելու, մեկը։ Իմ մոտ հարվածային ալիքը Երելեն դեպքում, երբ որ գիտությունը հայտնի է, որ պայթյունի հզորություն փակ տարածությունում մի քանի ավելի հզոր է, քան բաց տարածքում։ Երել այդ պարագայում իմ պրոյեկտի, իմ նախագծին, որին ես իրոք հոգի եմ դրել, կյանք եմ դրել,
հնարավոր չի, որ հարվածային ալիքը հասնի հիմնական գալերեաներին։ Ունիկալ պրոյեկտի շնորհիվ գայսիցը զրնա ուդառնավալնա էտապներով անանում ուժը կորցնում է, միջև հիմնական մարվում է, միջև հիմնական գալերեաներին հասնելը։ Բայց նույնիսկ այդ պարագայում, որ իրանցիները սխալ էին կառուցել, իսրայելական կողմը չկարողացավ խոցի։ Իսրայելը ունի ֆանտաստիկ նոմենկլատուրա հայերեն քանակ, նոմենկլատուրա ոնց հայերեն, խմբականակ, տեսականի։ Ամեն գերճշգրիտ ավիառումբերի մի ֆանտաստիկ տեսականի։ Իմ եթերներ ովքեր նայելը շատ եմ խոսել։ Հիմա ես չեմ խոսել դրանց մասին, վերջը չկա։ Իսրայելը կարողացավ Խասան Նասրալլայի բունկերը ոչնչացնի։ Խասան Նասրալլայի բունկերը մասնագիտական տերմինոլոգիա չի, բայց մեր մոտ օրինակ մասնագետների մոտ, ասենք մարդիկ, որոնք օրինակ ես ուսումնասիրում եմ մեխանիկա подземных сооружений, слово бункер употребляется чуть чаще, чем никогда. Այսինքն չի կիրառում դες բան չկա։ Подземные մասնագետները ռեսուրս, կոչ подземные защитные фортификационные сооружения специального назначения։ Բայց որպեսզի ձեզ հասկանալի լինի, ասում եմ բունկեր, բայց ինքը սխալ բառ չի կարելի ասել։ Բայց բունկերը Նասրալլայի բունկերը կարողացան խոցել, բայց այդ ավիառումբը օգավ 44 չէր կարող խոցել։ Դրա համար իսրայելցիները դա չարեցին, այ որ իրանցիները մի քանի օր առաջ ցույց են տալի իրենց այդ ստորգետնյա քաղաքը, այդ ողջ սպառազինությունը շարած սարի մեջ։ Իսրայելցիները դա չկարողացան անել։ Այդ ավիառումբը դա չէր կարող անել։ Շնորհատեղ նյուանսներ կա, բայց չէր կարող։ Ամենահզոր ավիառումբը, որով Իսրայելը խոցեց Նասրալլայի բունկերը ոչնչացրեց, Բեյրութ քաղաքում կա Դախիա թաղամասը։ Դախիա թաղամասը համարվում է Խեզբոլայի թաղամասը, սովորական թաղամաս, այնտեղ մենակ Խեզբոլայի անդամներն են կարող մուտք ունեն։ Բեյրութ Մուխաֆազայի город Бейрут, административный центр Мухафазы Бейрут в Ливанской республике, в район Дахия թաղամասում Իսրայելը կիրառել է GBU-28 բունկեր բասր ավիառումբերը, կոչվում է GBU-28 Guided Bomb Unit 28, GBU-28 բունկեր բասր ավիառումբերը կարողացավ Նասրալլայի բունկերը ոչնչացնի։ Այս ավիառումբերը ստեղ չաշխատեցին։ Չնայած եթե մուտքի մոտ խոսեին Իսրայելը կարողանար մուտքի մոտ խոսել հարվածային ալիք սաղ է ջնջելու իրանցիները, բայց երևի դա էլ չկարողացան ամեն դեպքում անել։ Իրանցիներին փրկեց այն ինչ որ ես երկար ամիսներ գոռում եմ, բղավում եմ Հայաստանից ասում пассив պաշտպանություն, իրանցիներին փրկեց пассив պաշտպանություն։ Այլ Իսրայելի գերհզոր ռազմաօդային ուժերից։ Ասած էս ապացույցը, նայեք, իրանցիների այդ սարի մեջ այդ ռազմապայեստը կար, հրթիռային, տեսակ, չէ՞, քանի կիլոմետրանոցս կա։ Նա չէր էլ եթե իսրայելցիները ունենային զենք, որ նա կաներ խոցեր։ Պասիվ պաշտպանություն։ Մենք հեսա գալու ենք, հիմա գալիս եմ հիմնական բուն ասելիքին։ Իսրայելը ունի ուրիշ տիպի գերհզոր ավիառումբեր, որ կոչվում է GBU-31, V3B JDAM, GB կոչվում է Guided Bomb Unit 31, V3B JDAM, Joint Direct Attack Munition, JDAM տիպի, արբանյակային կառավարվող համակարգով, իներցիոն եւ արբանյակային կառավարվող համակարգով, որը կիրառում է +109 Bomb Live Unit 109 +109 Heavy կամ +109B Bomb Live Unit 109B Heavy бункер Buster հակաբունկերային մխրճվող ավիառումբեր է։ Это проникающие бетонобойные толстостенные авиационные бомбы։ Սա էլ արբանյակային կառավարվող համակարգով է։ Առաջինը որ ասում են Նասրալլային ոչ շատ, նա GBU-28 բունկեր Buster, նա լազերային կառավարող, там полуактивная лазерная головка самонаведения, լազերային կառավարող, սա արբանյակային կառավարող է։ Չկարողացան, սրանցից ոչ մեկը չկարողացավ Իրանի пассив պաշտպանություն ջնջեր։ Այն դեպքում, երբ որ Իսրայելը բառացիորեն իշխում էր ողջ տարածքում, մի քանի ժամվա մեջ ամբողջ Իրանի իսլամական հակաօդային հակարդային պաշտպանությունը ջնջել էր Իսրայելը։ Բայց пассив պաշտպանությունը փրկեց իրանցիներին։ Ադրբեջանի հանրություն Թուրքիայից ունեն շատ ավելի բան է, համեստ հնարավորություններ, քան օրինակ Իսրայելը։ Ուրիշ ձև բացատրեմ միտքս Այդ իմ ասած +109 Bomb Live Unit 109 Heavy, +109B Bomb Live Unit 109B Heavy ավիառումբերը Թուրքիայի Հանրապետությունում են ամենահզոր բունկերաբույն ավիաբոմբ։ Այսինքն նույնիսկ Թուրքիայի Հանրապետությունը չունի այսօր ավելի հզոր պրոտիվաբունկերն ավիաբոմբը, քան իմ կողմից նշած, որ Իսրայելը փաստացի չկարողացավ իրանցիների դեմ կիրառել։ Բարձր չէ՞ ասում։ Ադրբեջանությունը դա էլ չունի։
Այսինքն դուք պետք է հասկանաք, Ադրբեջանցիներն ունի շատ մեծ տեսականի գերճշգրիտ ավիառումբեր, даже планирующие авиабомбы собственного производства ունի։ Սեփական արտադրություն ունի планирующие авиабомбы, մինչև 100 կիլոմետր թռնում է, գերճշգրիտ։ Արբանյակային կառավարվող համակարգով, բայց բունկեր, հակաբունկերային մխրճվող չունեն։ Սահմանափակ ունեն, էլ ոչ ճշգրիտ եւ այլ եւ այլ։ Այստեղ նյուանսները ժամանակին բացատրեմ։ Եվս մի բան ու անցնում ենք հիմնական բուն թեմային, չեմ չարաշահել ձեր համբերությունը։ Ուղղակի ես միշտ սիրում եմ հիմնավոր խոսեմ, դրա համար թվում է թե հերվից եմ գալի, բայց հերվից չեմ գալի։ Այսօր ինչի է ամբողջ աշխարհում մեջ աժիոտաժ։ Հիշում եք 2 տարի առաջ իմ ուղ եթերը, որ ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահզոր ավիառումբերը, կոչվում է GBU-57, Guided Bomb Unit 57, GBU-57 MOB, Massive Ordnance Penetrator ավիառումբերն են, հակաբունկերային, բունկերաբոյն, բետոբունկեր-բաստր, հակաբունկերային ավիառումբերն են։ Սա աշխարհի ամենահզոր հակաբունկերային ավիառումբերն են, գերճշգրիտ, իներցիոն եւ արբանյակային կառավարման համակարգ ունեցող, որից ավելի հզոր բան այսօր աշխարհը չի տեսել։ Սրա у него проникающая способность 61 метр։ Սա լավագույն դեպքում կարող մխրճվի, օրինակ, железобетонные укрытия, итог լավագույն դեպքում 61 մետր կարող խորանա ընդամենը։ Շատ հզոր 8 տոննայից ավել պայթուցիկ է կրում։ То есть масса взрывчатых веществ более 8 тонн։ Այսօր որ իմ եթերը ովքեր նայել են, որ երբ որ ես ասում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ինչ գերհզոր ուժեր ակուտակում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիշում եք պատմեցի ասացի Դիեգո Գարսիա ավիաբազայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղակայել են գերհզոր Northrop Grumman B2A Block 30 Spirit Stealth գեր ժամանակակից գեր ցածր տեսանելիություն ունեցող ռմբակոծիչներ։ Это стратегический бомбардировщик ракетоносец։ Մի հատ այտենց եւ ես իմ եթերում ասեցի բերել են Դիեգո Գարսիա կղզի, որտեղից ուզում են հարվածեն Իրանի Իսլամական Հանրապետության այդ իմ կողմից նշված GBU-57 Guided Bomb Unit 57 GBU-57 MOB Massive Ordnance Penetrator ավիառումբերը։ Նրանցով այ ուզում են խփեն ոչնչացնել այն ինչ որ Իսրայելը չկարողացավ անի, որովհետեւ սրանք խորանում են միջև 61 մետր կարան ժայռի մեջ խորանալ, 61 մետր։ Դրա համար Իրանի Իսլամական Հանրապետությունում լուրջ վախեր են աժոտը, որովհետեւ օդը բաց է, իսկ սրանցով եթե խփեցին, բայց հիմա կարևոր դրվագ 61 մետր է, չէ՞։ Հայաստանի Հանրապետությունը ունի 32 լեռնաշղթա։ Խոսքը չի գնում սովորական սարերի լեռների մասին։ Խոսքը գնում է լեռնաշղթաների մասին, որոնք ոմանց միջև 100 կիլոմետր երկարություն ունեն։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Խոսքը գնում է լեռնաշղթայի մասին, լեռնաշղթան դա մի լեռ չի, դա մի սար չի, դա մի բլուր չի, դա մի բարձրավանդակ չի։ Դա մի քանի 100 կիլոմետր, մի քանի մարզով ձգվող լեռնաշղթա է, բազմաթիվ լեռների, սարերի միաձուլում, սենց ասում, միաձուլում կամ սխալ անջում։ Բայց միաձուլում ասենք, հա։ Ես առանձնացրել եմ մի քանիսը։ Նորից եմ ասում, 32 լեռնաշղթա ունի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության լեռները, լեռնաշղթաները, они скальной породы. Այսինքն ի սկզբանե у них повышенная прочность, скальная порода. Բարձր, չէ՞, ասում, скальная порода. Շատ ամուր լեռներ ժայռեր են։ Там скальная порода. Им генетиканом я там не проводил гидрогеологических исследований, բայց կարամ ասեմ, որ им հաշվարկով до 210 МПА мегапаскаль прочность там будет. Прочность скальной породы им հաշվարկով պիտի լինի, նույնիսկ հաշվարկը ոչ այնտեղ գնացել են, ոչ այլ, բայց մոտավորապես կարամ ասել, որ 210 նրա твердость прочность будет 210 МПА, 210 мегапаскаль. Да շատ մեծ ամրություն է. Мегапаскаль это единица измерения прочности, твердости материала. Предмета, материала. Դա ի սկզբանե արդեն շատ կարևոր է։ Բայց դա ամենակարևորը չի։ Հիշեք,
Իրան Իսլամական Հանրապետությանը, որ վախացրել են ավիառումբերը, 61 метр махачвելու ունակություն ունեն. То есть максимально проникающая способность, полагаю, в грунт, даже не в железобетонное укрытие, а в грунт, 61 метр, 61 метр. Հայաստանցուն ունի 32 լեռնաշղթա։ Ես առանձնացրել եմ դրանցից 6-ը, որովհետև ես համարում, որ դրանք ավելի օպտիմալ են։ Օրինակ լեռնաշղթաների մի մասը, օրինակ Զանգեզուրի լեռնաշղթան կամ Ղարաբաղյան լեռնա, տենց է կոչվում, Խորհրդային Միության տարիներից տենց է կոչվել։ Նրանք ունեն ընդհանուր շփման գիծ Ադրբեջանի Հանրապետության հետ եւ Ստեղ վտանգ կա, որ հակառակորդի հետևակը հատուկ նշանակածով կարող են գալ եւ այդ օբյեկտին տիրանալ։ Չես մտնել զորալն է, բայց ինչ որ է, վտանգ կա։ Դրա համար սա բացի դրանից ես երբ որ իմ 6 հատը լեռնաշղթան առանձնացրեցի, ես руководствовался, ես կառավարում ուղղորդում էին փաստով, որ դրանք պիտի հնարավորինս սահմանից հեռու լինեն, որ ամեն տիպի զինատեսակ հակառակորդի դրանք չհասնի։ Չնայած ադրբեջանցիների արետանային սպառազինություն ռազմաօդային ուժեր, որոնք անօթաչի օդային արձակման միջոցներ, որոնք ծածկում են Հայաստանի ողջ տարածքը։ Մարտավարական խորհրդության վրա, օպերատիվ մարտավարական խորհրդության վրա, օպերատիվ ռազմական խորհրդության վրա, իսկ ծածկում են սա։ Բայց 6 հատը օպտիմալ է, մաքսիմալ, օպտիմալ չի նշանակում լրիվ հեռու։ Դու մենք պետք է հաշվի առնենք կարևոր դրվագ։ Հայաստանյան բախտը չի վերել ինչում։ Հայաստան հայկական կողմը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղը կատարում էր անվտանգության գոտու դեր Հայաստանի Հանրապետության համար բուֆերնա զոնա։ Ինչ է դա նշանակում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը ունեն 566 կիլոմետր ընդհանուր սահման։ С восточного направления արևելքից 566 կիլոմետր։ С юга հարավից սյուգա Նախիջևանի ինքնավար հանրապետությունն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ունի 221 կիլոմետր ընդհանուր սահման, որը 180 աստիճանով Արարատի մարզով, Վայոց ձորով, Սյունիքի մարզով գալիս է ոնց որ բանը 180 աստիճան ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունը։ Արարատի մարզը, Վայոց ձորը եւ Սյունիքի մարզը։ Այսինքն արևելքից 566 կիլոմետր, с южного направления Նախիջևանի ինքնավար հանրապետությունն 221 կիլոմետր, с западного направления արևմուտքից 268 կիլոմետր ընդհանուր սահման Թուրքիայի հանրապետության հետ։ 268 կիլոմետր։ Ստեղ մնում է 164 կիլոմետր Վրաստանի հանրապետության հետ սահմանն է։ Մեկ էլ 35 կիլոմետր Իրանի Իսլամական Հանրապետության սահմանն է։ Այսինքն ամենամեծ սահմանները դա Ադրբեջանի Հանրապետության Թուրքիայական հետ է։ Դրա համար սա արդեն ստեղծում է մեծ խնդրեմ, մեծ խնդիր տեղանքը որոշելու ինչ-որ ռազմավարական օբյեկտի, հասկանում եք, հայրիկ չի քո հակառակորդն ունի գեր հզոր, գեր հեռահար, գեր ճշգրիտ օդային հարձակման միջոցներ ամենաբազմապիսի ահռելի քանակությամբ, հատկապես այս վերջերս ինչեր են ձեռք բերել, դա պատկերացեք առանց եթերի թեմա է։ Ես շատ եմ մանրամասն անդրադառնում ինչ են ձեռք բերել տեսական եւ այլ, հիմա չեմ ուզում այդ թեմայով շեղում։ Հերիք չի այդ հակառակորդի զինատեսակների ծածկում են մարտավարական խորհրդությունը, օպերատիվ մարտավարական խորհրդությունը, օպերատիվ ռազմական խորհրդությունը։ Մի հատ էլ հակառակորդդ 3 կողմից քեզ սեղմել է փաստացի, բայց սեղմել անես որ ամբողջ տարածքը վերցրել է նշանառության տակ։ Նորից 566 կիլոմետր с восточного направления, общая граница с Азербайджанской республикой, այսինքն արևելքից 566 կիլոմետր, հարավից 221 կիլոմետր Նախիջևանի ինքնավարություն 180 աստիճան, արևմուտքից 268 կիլոմետր Թուրքիայի Հանրապետության հետ սահմանն է։ Եթե գոնե Թուրքիայի Հանրապետությունը չներ, կարելի էր ասել Շիրակի մարզը կան, չնայած մեկ ասախ ծածկում են, բայց ինչ որ է, էլի ինչ որ մի ձև կարելի էր ասել, Անիպեմզան, կարելի էր ասել Արագածի ուղի վերջը, եթե Թուրքիայից ենթադրենք լինել Իրանի Իսլամական Հանրապետություն, այդ սահմանի լեռնաշղթաների լեռներ կարելի է չնայած այնտեղ հիմնականում հարթավայր է Թուրքիայի Հանրապետության ուղղությամբ, որոշ տեղեր մեկը հարթավայր է, բայց ինչ որ է, կարելի էր այդ կողմի վրա մտածել։
Բայց չկա այնտեղ էլ է Թուրքիայի Հանրապետություն, այսինքն հակառակորդի թերթեր արետանային զորքի ռազմաօդային ուժերը ծածկում են սա։ Հետևաբար 32-ից ես կարող եմ առանձնացնել 6-ը։ Առաջինը Բազումի լեռնաշղթանա, Փամբակի լեռնաշղթանա, Գեղամի լեռնաշղթանա, Վարդենիսի լեռնաշղթանա, Պարգուշատի լեռնաշղթանա, մեկ էլ Մեղրիի լեռնաշղթանա։ Պարգուշատը Մեղրին ընդունում եմ էլի վիճելի է, որովհետև մեկը հակառակորդի կրակի տակ է, որ երկու կողմից, որովհետև Պարգուշատի լեռնաշղթան, Մեղրիի լեռնաշղթան Համնախիջևանի հանրապետության ուղղությամբ կրակի տակ հենց բուն Ադրբեջանցի կողմից է արված է, բայց ինչ որ է լեռնաշղթա է, որը կարող է պետք է օգտագործել։ Հիմա կարևոր մի բան, օրինակի համար Վրաստանի Հանրապետության սահմանի մոտ կա Աչքասար լեռը։ Աչքասար լեռի մի մասը ընկնում է Շիրակի մարզը, մի մասը Լոռու մարզը։ Աչքասար լեռի բարձրությունը 3196 մետր է։ 3196 մետր։ Հիշում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռեկորդակիր ավիառումբերի մխրճվելու ունակությունը պրանիկայու սպասովնես 61 մետր է։ 61 մետր։ Այս սարի բարձրությունը, օրինակ Աչքասարը 3196 մետր է։ Ու սարն էլ այնքան մեծ է, խոսքը ոնց ասեմ, որ իր ամբողջ երկարությունը ինքը մի մասը Շիրակի մարզում է հայտնվում, մի մասը հայտնվում է Լոռու մարզում։ 3196 մետր Աչքասար սարն է, որը ես համարում եմ քիչ թե շատ օպտիմալ խորություն, մի քիչ Թուրքիայի Հանրապետությունից հեռու, մի քիչ Ադրբեջանի Հանրապետությունից հեռու։ Չնայած սաղս էլ հասկանում, որ իրանց օդային արձագանքությունից ծածկում, բայց ինչ որ է։ Ուրասար լեռը 2992 մետր բարձրություն, որը գտնվում է Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։ Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր կետը կոչվում է Ուրասար լեռը, որը ունի 2992 մետր բարձրություն։ 2992 մետր բարձրություն։ Դա Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։ Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը համարվում է Թեժ լեռը։ Թեժ լեռն ունի 3101 մետր բարձրություն։ Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Թեժ լեռն է։ Թեժ լեռը ունի 3101 մետր բարձրություն։ Այսինքն հասկանում եք, չէ՞ որ եթե սա հեսա վերջում կասեմ, չեմ ուզում շեղվեմ։ Չատին սարը, որը գտնվում է Տավուշի մարզում, ունի 4 կիլոմետր 90 մետր բարձրություն, 4090 մետր բարձրություն, 4090 մետր բարձրություն, 4 կիլոմետրից ավել 4090։ Այդ 90-ը կարող է ամերիկյան ավիառումբերի համար խնդիր է։ Հա, չնայած 90-ի պարագայում, եթե ընդամենը 90 մետր էր, պատադիր չէր միջև վերջ ճեղքեր սարի մեջ պայթեր, դա արդեն հարցերը կլուծեր, բայց ամեն դեպքում ամբողջությամբ նույնիսկ չի կարող 90-ը ծակի 61 մետր է մխրճվելու ունակությունը, ստեղ սարի բարձրությունը 4090 մետր է, 4090 մետր, որ կոչվում է կներեք 2044 մետր է, Չատի սարի բարձրությունը, կներեք խառնեք Չատի սարի բարձրությունը 2244 մետր է, որը Տավուշի մարզում է գտնվում, բայց դե մեկ է 2244 մետր է, այ կակրաս Արագած լեռը կակրաս 4090 մետր, այդ կներեք խառնեցի, այ Արագած լեռը Արագածի բարձրությունը 4090 մետր է, չնայած որոշ տվյալներով 4091 մետր է, բայց ըստ խորհրդային տվյալների 4090 մետր է, ժամանակակից հաշվարկների 4091 մետր է, 4091 մետր է Արագածը, 4091 մետր, 4 կիլոմետր, այսինքն չնայած որ Թուրքիայի Հանրապետությունից շատ հեռու չի, բայց Արագածի մակերեսը երբ որ նայում ես, ինքը Երևանի մակերեսից շատ է, Երևանի մակերեսը 221 կիլոմետր է, 221 կիլոմետրից շատ է ձգվում Արագածի մակերեսը։ Արագածի մեջ կարելի է մի ամբողջ ենթակառուցվածքներ կառուցել։ 4091 մետր, մի հատ էլ որպեսի սխալմունք չլինի, Տավուշի մարզում Չատին լեռը, երբ որ ես ասում եմ 2244 մետր, այո Արագածի բարձրությունը 4090 մետր է, 4090 մետր է, որոշ տվյալներով 4091 մետր է, այդ Արագածն է։ Գալիս են Գեղամի լեռնաշղթա, որը գտնվում է պայմանական, Աբովյան, պայմանական,
Աբովյան քաղաքի ու Սևանի արանքը պայմանական եմ ասում, ինքը շատ երկար լեռնաշղթա է, որ մինչև Վարդենիսի լեռնաշղթա հասնում է։ Գեղամի լեռնաշղթան, որի ամենաբարձր սարը կոչվում է Աժդահակ, ունի 3597 մետր բարձրություն, 3597 մետր բարձրություն։ Համարում է օպտիմալ հեռավորություն Ադրբեջանի Հանրապետությունից, օպտիմալ հեռավորություն Թուրքիայի Հանրապետությունից, օպտիմալ հեռավորություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։ Այո, հակառակորդը ունի ահռելի քանակությամբ զինատեսակը, մեկը շատ հանգիստ կարա հասնի, ամբողջ տարածքն է երկրի ծածկում, բայց ստեղծված բարդ դժվարագույն պայմաններում ես ստիպված եմ ընտրեմ նրանից ինչ որ կա, ասում եմ, վիբրացիա особо не из чего։ Դրա համար ինքը համարվում է համեմատաբար, նույնիսկ ես կասեմ, ոչ թե օպտիմալ, այլ համեմատաբար օպտիմալ հեռույա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, համեմատաբար օպտիմալ հեռույա Թուրքիայի Հանրապետությունից, համեմատաբար օպտիմալ հեռու Ադրբեջանցի հիմնական տարածքից։ Հիմա Աժդահակ լեռնա Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, որ ունի 3597 մետր բարձրություն։ Ներքև իջնում ենք Վարդենիսի լեռնաշղթանը, որտեղ կա Վարդենիս լեռը, որ ունի 3522 մետր բարձրություն, 3522 մետր բարձրություն։ Իսկ ամերիկյան այդ գերհզոր ավիառումբը հակաբունկերային նա իր 61 մետր մխրճվելու ունակությամբ սկի ոնց ասեմ, սկի առանձնապես վնասել չի հասցնելու։ Իսկ իմ ունիկալ պրոյեկտի շնորհիվ իմ ունիկալ պրոյեկտը այնպես եմ ստեղծել, որ ունակա սեյսմիկ ցնցումներին դիմանա, սարի մեջ որ պայթեց ինքը ցնցում լինելու է, արհեստական երկրաշարժի էֆեկտ լինելու է, բայց իմ ողջ ենթակառուցվածքը հոսանքամատակարարումն ամեն ինչն է։ Այդ չեմ ասում ռազմամթերքի պահելն է, ամեն ինչը ստեղծված այնպես, որպեսզի սեյսմիկ տատանումներին դիմանա։ Ես մոտակա օրերին առանձին եթեր կանեմ, կբացատրեմ ինչ է նշանակում իմ պրոյեկտի, իմ նախագիծը։ Մանրամասն կնշեմ ինչին ինչ լուծում եմ տվել, օդամատակարարմանն ինչ լուծում եմ տվել, հոսանքամատակարարմանն ինչ լուծում եմ տվել։ Իմ օբյեկտը բացարձակ, то есть полностью автономն է, այսինքն ավտոնոմն է, полностью ավտոնոմն է, այսինքն ինքը կարա ամբողջ աշխարհից կտրված լինի, բայց ինքը կարա շարունակի գործել, աշխատել բնականոն ռեժիմով։ Գեղամա լեռնաշղթայի Վարդենիսի լեռնաշղթայի մեջ կա եւս մեկ սար 2946 մետր բարձրությամբ։ Մեկ էլ Տավուշի մարզում կարելի առանձնացնել Մուրղուզ լեռը 2993 մետր բարձրություն, բայց ինչի Մուրղուզ լեռը վերջինը թողեցի 2993 մետր բարձրությամբ, որտեղ Մուրղուզ լեռը կամ Մրղուզ լեռը, օրինակ Տավուշցիները ասում են Մրղուզ։ Նագին պապը միշտ այդ լեռան ասում էր Մրղուզ լեռ։ Ну Մուրղուզա կոչվում այդ լեռը։ Ինչ այդ լեռը ինքը համեմատաբար մոտ է ամեն դեպքում հակառակորդի սահմանին եւ կա վտանգ, որ հակառակորդը հետևակը կարող է, որ ասում թեկուս հատուկ նշանակության ուժերի կիրառմամբ շատ շապատել այդ օբյեկտը, բայց ամեն դեպքում Մուրղուզ լեռնել ենք հաշվի առնում։ Հիմա այս ողջ լեռների մեջ կարելի է ստեղծել իմ կողմից մատնանշված ենթակառուցվածքները, որոնք բազմապիսին առաջինը պահեսներն են։ Դա թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը ողջ սպառազինությունը, ողջ ռազմամթերքը, կարևորագույն ռազմաքսուկային նյութերը տեղակայել իմ կողմից մատնանշված օբյեկտներում։ Նորից եմ ասում, Իսրայելը, որ Իսրայել է, Իսրայելը չկարողացավ իրանական ստորգետնյա օբյեկտները խոցել եւ ոչնչացնել։ Որտեւ սարի տակ են։ Այն դեպքում, երբ որ նորից եմ կրկնում, իրանցիները սխալ են կառուցել։ Այս մի քանի շաբաթ հետո ամերիկացիները կխփեն այդ ավիառումով սկզբի մասը կճեղքեն։ Ամբողջ ջնջելով կգնա, ինչի համար սկզբի մասը, ես կբացատրեմ։ Սարերը հիմնականում լեռներ ունեն։ Ես մի քիչ պրիմիտիվ կբացատրեմ, բարի երեկո Անդրանիկ Եսայան, ես մի քիչ պրիմիտիվ կբացատրեմ, բայց հիմնականում պատկերացրեք sense Երանկյունի բուրգատեփ բանը։ Երբ որ ես ասում եմ, օրինակի համար Արագածը ունի ամենաբարձր կետը 4090 մետր, որոշ տվյալներով 4091 մետր, նո կլոր ասում եմ 4090 մետր բարձր, դա ամենագագաթն է։ Բայց նա Երանկյունը նման իջնում է, ինչքան իջնում է, այնքան այդ բարձրությունը կրճատվում է։ Բայց նույնիսկ այն ամենակրճատ, բայց ու ինչքան որ ասում եմ մուտքը իմ օբյեկտների միշտ պիտի լինի հարթավայրից։ Հետևաբար ամենախոցելի մասն է, բայց կարևոր դրվագ նորից եմ կրկնում։ Իմ պարագայում, երբ որ այդ ամենախոցելի մասը
Այդ սկզբի մասը հարթավայրից է մուտքը լինում, հարթավայրը ծածկված չի, հարթավայրը սարով պաշտպանված չի, սարի մարմնով պաշտպանված չի այդ մասը, որտեղ հարթավայրը եւ սարի այդ սկիզբը ինքը ամենակիչ հաստություն մեղմ ասած ունեցող հատվածն է, ինքը էլի հնարավոր է խոցել, բայց առաջինը մուտքի իմ մոտ շատ երբ որ մտնում է սարի մեջ շատ արմատներով Տավուշի շրջանից եմ արմատներով Իջևանից արմատներով մի մասը արմատներով վերջը ինչ էի ասում Քեմատաղը մեկ էլ Իջևանում էի լսել վերջի անգամ Քեմատաղ իմ մոր պապից ընդ որում Քեմատաղ մեկ ինքն ասում Քեմատաղ դա համար Տավուշի Քեմատաղը տեսա մոռացա ինչ էի ասում վերջ այդ հատվածը ինքը ամենացածր պաշտպանված հատվածն է բայց իմ մուտքը շատ ունիկալ ձևով է մտածված թե ոնց է մտնում մեջը այդ արդեն ես գիտեմ բայց եթե դու չունենաս դավաճան, որը ներսից կոորդինատները հակառակորդին կասի, հակառակորդը չի կարողանալ հատկապես մուտքի մոտ միշտ քողարկված է լինում, այ ոնց որ օրինակ հարավսլավիացիների մոտ։ Կոնկրետ որ մասից է դժվար է հասկանալ։ Ճշգրիտ կետը չիմացա չես խոտ, եթե մեջի դավաճան չունեցար, որ այդ կոորդինատները կասի x y z շրտադալգտա վսատանադուրովնի մորե, հակառակորդ կարող չիմանալ։ Ոչինչ, իմացավ մուտքի մոտ խոցեց։ Ես այսքան ժամանակ այս ամբողջ իմ գիտահետազոտական դասախոսությունը նրա համար է, որ դուք հասկանաք, որ իմ օբյեկտի պարագայում, եթե սկզբի մասում էլ խոցեցիր, իմ մոտ բաժանված են պաշտպանիչ շերտերը։ Մուտքը երկար ձգվում է անցնում պաշտպանիչ չեմ ուզում ասեմ ինչով, դա իմ նոու-հաուն է, թե ես գիտեմ ոնց, որովհետև ես շատ մեծ տառապանք ու չաչարանք եմ քաշել, որպեսզի այդ լուծումը գտնեմ։ Միջև հիմնական գալերեաների ողջ ինչ կա, իմ մոտ պարվում է սարի խորը մասում։ Այ ոչ թե այն մասում, որը սկզբի մասն է, որը կարելի է խոցել, այլ բավական խորքում, որտեղ արդեն սարը լավ պաշտպանվում է, թեկուզ ամենագագաթը չի, բայց միևնույնն է, արդեն մի քանի կիլոմետր բարձրություն կա։ Միջև այդտեղ հասնելը այն ունիկալ պաշտպանիչ շերտերը մարելու են հակառակորդի հարվածային ալիքը, հակառակորդի օդային հարձակման միջոցների, ավիառումբերի, հակաբունկերային ավիառումբերի պայթյունի հարվածային ալիքը, ինչի շնորհիվ նա հիմնական գալերեաներին չի հասնելու։ Դա մասնագիտական հաշվարկներ է, ես ուսումնասիրել եմ նյութեր, խորհրդային միության միջուկային զենքի փորձարկման, որտեղ նաև փորձարկում էր հակառակորդ ստորգետնյա ենթակառուցվածքների դեմ, այսինքն փորում էին условно подземные какие-то защитные фортификационные сооружения, փոքր, պրիմիտիվ, որպեսզի տեսնեն միջուկային զենքի, հետո ջերմա միջուկային զենքի հարվածային ալիքը ոնց հատեղ տարածվում եւ ցույց է տալիս, որ նույնիսկ գերհզոր միջուկային զենքի պայթյունի պարագայում ամենապրիմիտիվ ստորգետնյա ենթակառուցվածքները ունեն բավական խոստումնալից կամ sense միտքը ձևակերպեն բավական բարձր արդյունավետություն, բայց այդ պրիմիտիվը իսկին պարագայում այն դեպքում, երբ որ սարի մեջ չէր, գետնի տակ էր ուղիղ, բայց իմը սարի մեջ է, այդ էլ ունիկալ նախագիծ է, որը ունիկալ իր благодаря своим конструктивным особенностям гасится взрывная ударная волна, гасится сейсмический эффект, который образуется в результате взрывно-ударной волны. Ինչի շնորհիվ ոչ հարգելի Գորգ Վարդանյան երբեք չեն դիմել հլը հակառակը ես եմ բազմաթիվ անգամ դիմել սպառազինություն արդիականացման ծրագրերով երբեք լսող չի եղել սա իրականություն է եթերերում շատ եմ ասել արդ կլինի էլի կպատմեմ հիմա բայց երբեք չեն դիմել հլը հակառակը ես եմ դիմել լսող չի եղել հիմա ինչ եմ ուզում ասել Հայաստանի Հանրապետության բախտը բերել է լեռնաշղթաներով բերել է նրանով որ
ռելիեֆը Հայաստանի Հայաստանի բնությունը կոմպենսացնում է շատ բաներ։ Այս բնությունը կոմպենսացնում է շրջափակման մեջ լինելը։ Այս բնությունը թույլ է տալիս քեզ սրա հիման վրա ստեղծես ասիմետրիկ մարտական գործողություններ վարելու ռազմավարություն։ Թույլ է տալիս քեզ նիվելիրովեց հայերեն ոնց է նիվելիրովեց նվազեցնես քո շատ այսպես ասենք մինուսներ դու չունես շատ նյութատեխնիկական հնարավորություններ դու ունես սահմանափակ կենթանի ուժ այսինքն զինծառայողների թիվը բնակչության թիվը սահմանափակ է դու շրջափակման մեջ ես դու չունես չգիտես դաշնակիցներ եւ այլն բայց այս բնությունը թույլ է տալիս քեզ ճիշտ վարվելու պարագայում կոմպենսացնես այդ ամեն ինչը Լեռնային Ղարաբաղում, երբ որ սկսեց 44 օրյա պատերազմը, իրականացավ այն ինչ ես ասել էի առաջին անգամ Հայելի ակումբում դեկտեմբերի 14-ին 2018 թվականին իմ առաջի ասուլիսներ Հայերի ակումբում, երբ որ ես ասացի Ադրբեջանի Հանրապետությունը ворթագրել է կոնցեպցիա внезапного обезоруживающего удара, потом вторая концепция бесконтактная война, անապուն պատերազմի կոնցեպցիա։ Ինչ է դա նշանակում։ Առաջին ժամերում առաջի մի քանի ժամվա մեջ ադրբեջանական կրակից Ադրբեջանի Հանրապետության հրթիռահրետանային կրակից փողային քարշակվող հաուբիցներից քարշակվող թնդանոթներից քարշակվող հաուբից թնդանոթների կրակից ռեակտիվ կրակի համազարգային համակարգերի կրակից ականանետային համակարգերի ականանետիկ եւ ականազին ականանետային համակարգերի կրակից խոշոր տրամաչափի ռեակտիվ կրակի համազարգային համակարգերի կրակից մարտավարական հրթիռային համալիրների կրակից օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների կրակից հետո թեւավոր հրթիռների ավիացիոն օպերատիվ մարտավարական թեւավոր հրթիռների կիրառումից հետո հայկական կողմը ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումից հետո հայկական կողմի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նաև հայաստանյան զինված ուժերի նյութատեխնիկական ռեսուրսների հրամանատարական կետերի զին պահեսների մեծ մասը ոչնչացվեց միջև հայկական կողմը կհասցներ սրանք ցրել մարտի մցներ Միջև հայկական կողմը պայստից կաներ, սա ոչնչացել է մի քանի ժամից հայկական կողմը մնացել է առանց սպառազինության, հայկական կողմը մնացել է առանց ռազմամթերքի պայստների։ Խորապես զգացված եմ Հարգելի Աննա Գրիգորյան ջան, խորապես զգացված եմ, շնորհակալ եմ Հարգելի Աննա Գրիգորյան ջան։ Հայկական կողմը հաշված ժամերում 44 օրյա պատերազմի ժամանակ մնացել է առանց վառելիքակսուկային նյութերի, առանց հարավատարական կետերը խոցվել, հարավատարական կետերը խոցվելուց հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայցած զինված ուժեր շատ ստորաբաժանումներ մնացել են առանց կենտրոնական ղեկավարման, մնացել են դարել են ռազրոզնիկակի տատրա, դարել են ինչ որ ջոկատներ, այլ ոչ թե կազմավորված զինված ուժեր։ Զինտեխնիկայի մեծ մասը թնդանոթային հիմնական մարտական տանկեր, հրթիռաթնդանոթային հիմնական մարտական տանկեր, տվակի մարտական մեքենաներ, զրապատ փոխադրիչներ։ Մեծ մասը ոչնչացվել է, միջև հայկական կողմը տեղից կհաներ, հայկական կողմի փողային ռեակտիվ հրետանին ոչնչացվել է, ռազմատերքը ոչնչացվել է, միջև հայկական կողմը կհասցներ գործի դնել այս ամեն ինչը։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում, Հայաստան զինված ուժերում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում չկար пассив պաշտպանություն, ինչ կար բաց երկնքի տակ, ընդ որում ես միշտ ապշում եմ, էլի, որովհետև ադրբեջանական շատ կայքերում, սոցիալական կայքեր, որոնք ունեն ռազմական ուղղվածություն։ Ես դա այն զորամասի լուսանկարը դնում եմ, դա բաց տեղեկատվություն ինչ որ ասում, դա նորություն չի։ Ես դա տեսել եմ, կարող եմ ասել, վկոնտակտի կայքում, կայք վկոնտակտիա կոչվում ВКонтакте уже одноклассники, Facebook-ը նայել ВКонтакте։ ВКонтакте-ում տարբեր կայքեր կային, տարբեր մի քանի։ Որտեղ сообщество էր, էլի, ադրբեջանական զինված ուժերի։ Տեղադրում էին հայկական կողմի արբանյակային լուսանկարները, արբանյակից կատարված արբանյակային լուսանկարները, սա զորավացներում են։ Զինտեխնիկան բաց երկնքի տակ մի հատ թեթև բան էին ծածկ էին բան արել մեջը կողել իբր թե անձրևից մանձրևից արևից պաշտպանելու համար վերջ էս է եղել հայկական կողմ պաշտպանությունը որը ատրճանակի կրակից ծագում է ինքը զրապատ չի ինքը ստեղծված չի կրակից пաշտպանելու համար ինքը ստեղծված է баны, она предназначена для защиты от метеорологических, климатических, погодно-климатических условий. Անձրևա, ձյունա, կարկուտա, հեղեղա, արևնա,
Դրանցից վերջ։ Դե ադրբեջանական կողմն էլ կրակեց, սա ոչնչացրեց, բաց երկնքի տակ գետնի վրա, ոմանք вообще բաց երկնքի տակ են կանգնել որոշ սպառազինության տեսակներ, ոմանք էլ ծածկի տակ են, որ մեծ ծածկի տակ ընդհանրապես հեշտ թիրախ է, որովհետև այդ ադրբեջանական կողմը ադրբեջանական կողմը արդեն ռուսանկարից գիտես, ծածկի տակ է սրանց պայսն, արդեն դա մի ամբողջական թիրախ է դիտարկվում։ Եթե էլ բաց կտակ մի քիչ շատ կարող ծրված լինի, սա էլ вообще բաց թեթև որը զրապատ պահես չի, ծածկա, պահես, это не укрытие, укрытие հայերեն չգիտեմ ոնց է, укрытие ոնց է հայերեն, տապստար, короче, ни укрытие, ни убежище, ոչ, ни это даже не укрытие, ընդհանրապես ծածկա, եղանակային անբարեն պաշտպաններից պաշտպանելու համար, վերջ, նկարակից ստեղծելու համար, պաշտպանելու համար ստեղծված չի։ Իսկ ադրբեջանական կողմը դրեց ջնջեց։ Մի քանի ժամ մեջ հայկական կողմը արդեն ոչ մի բան չունի, տեղից հայկական կողմը մտել է պատերազմի մեջ։ Թաքստոց, այո, շատ շնորհակալ եմ Գոր Վարդանյան, այո, թաքստոց։ Չնայած թաքստոցը երևի убежище, но укрытие, ну, легче։ Հիմա հայկական կողմը մտել է պատերազմի մեջ, զիջելով հակառակորդի նյութատեխնիկական մարդկային ռեսուրսները, հակառակորդը այս են ժամանակ ասում ռազմական հավասարակշռությունը բալանսը խախտված է։ Այն սպառազինությունը նրանք էին ձեռք բերում ամենատարբեր երկրներից եւ այլ հայկական կողմը մտել է անհավասար պատերազմի մեջ, նրանք ունեին այդ առավելությունը։ Փոխանակ մտածեին, երբ որ ես երկար տարիներ գոռում էի ասիմետրիկ 2013 թվականից առաջարկում նախագիծ ասիմետրիկ մարտական գործողություններ վայրով էր լսում, ոչ մեկ չէր լսում։ Հերիք չի հակառակորդի հետ մտել ես անհավասար պատերազմի մեջ, մի հատ էլ մի բան որ կարա իրանես չես արել, քո զինտեխնիկան կանգնացրել ես, բազիկնակը տխապել ոչնչացրել են։ Իմ պարագայում իմ նախագծեր իրականացնելուց հետո թույլ կտար, եթե ինձ լսեին այսքան տարվա մեջ թույլ կտար ստեղծել пассив պաշտպանություն, որ իրանցիներին փրկեց։ Пассив պաշտպանություն։ Օգտագործելով բնությունը, լեռները, լեռնաշղթաները, այս լեռների մեջ ադրբեջանական կողմը նախ չէր իմանալու, այդ լեռան որ մասում է, ընդ որ մեղ թունելներ է գնում, որտեղով է թունել, չէին իմանալու։ Եթե դավաճան է լիներ հայկական կողմի մեջ, որ այդ ամեն ինչ հայտներ ադրբեջանական կողմին, միևնույն է չեն կարողանալու խփեն ոչնչացնեն Ադրբեջանի Հանրապետությունը ամենահզոր զինատեսակը, որ ունի մխրճող հատկություններ, որ կոչվում է օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ, որը կոչվում է LORA, Long Range Artillery, Long Range Artillery միսը, Long Range Attack միսը, Long Range Artillery, սա իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ է, որ ունի 430 կիլոմետր հեռահարություն։ Ունի երկու տիպի մարտագաղթիկ, մեկը բեկորաֆուգասային 400 կիլոգրամ վերգետնյա թիրախները խոցելու համար, մյուսը 600 կիլոգրամանոց, 600 կիլոգրամանոց մարտագաղթիկ, ախիա 600 կիլոգրամ, որովհետև անա տաստաստենն է, պատեր այդ մարտագաղթիկի հաստա, որ հարված կարողանա բետոնապատ, ну, железобетонное укрытие пробить կամ скальную породу пробить եւ խորանա մխրճվի գետնի տակ պայթի։ Սովորական մարտագաղթիկը 400 կիլոգրամանոց Բեկորաֆուգասային, նա ստեղծված է վերգետնյա թիրախները որ շացան, եթե նա փորձես սարը ոչնչացնես, զրոյացել դնես, պայթուցիչ դնես կոնտակտный замедленного действия, մի անգամ այդ չպայթի замедленного действия, մարտագաղթիկը կջարդվի։ Երկրորդ տիպը 600 կիլոգրամանոց, նա թույլ է տալիս ճեղքել, որովհետև տաստաստենն է ավելի ամուր է, նա как раз զրոյացել կոնտակտным замедленного действия, առաջինը կոնտակտным замедленного действия, կպավ թե չի պայթում է, սա կպավ չի պայթում, այս գետնի տակն է թիրախը, սա մխրճվում է մեջը, գետնի տակ խորանում եւ տակը պայթում։ Այսա ադրբեջանական ամենազոր զինատեսակն է, որ ունի մխրճվող ունակություն, բայց սա չէր կարողանալու իմ օբյեկտը ոչնչացնել, եթե մուտքը ոչնչացներ, մուտքը հիմնական գալերեաներին, որտեղ ողջ պահում է ողջ սպառազինություն, չէր հասնելու հարվածային ալիքը։ Հետևաբար իսկ զինատեսակներ ադրբեջանական կողմը համեմատաբար քիչ ունեն, շատ ունեն, բայց
նմանատիպ կրակի համար համեմատաբար քիչ ունեն նրանք պետք է կոնկրետ իմանան ինչ են այս խուդաֆերինի կամուրջը այս օպերա իմ կողմից այն այդ մատնանշած այդ օպերացիա մարտական դրան համակարգով է խոցել տեսակ չի գետ ճշգրիտ է ճշգրիտ կամուրջը ոչնչացնի դրանց պետք է կոնկրետ իմանան ինչ են խոցում то есть поражать заранее разведыванные цели սենց սարին դենես անընդհատ խփես գեր թանկարժեք մի քանի միլիոն դոլարներ արժեքությամբ ամեն օպերացիա մարտական բալիստիկ արտերը մի քանի միլիոն դոլար արժի չեն կարողանալ ուզում է 100 հատով էլ խփեն մեկը անիմաստ է չես կարողանալ դու այդ սարը ոչնչացնես հնարավոր էր դա անել երկրորդ տիպը ադրբեջանական կողմի գերհզոր սպառազինի կոչվում է թևավոր հրթիռների դիսկով, հա, մխաճով մարտագլխիկը, որը կոչվում է թուրքական թևավոր հրթիռներ են։ Ադրբեջանական կողմը երկու տիպի ունի՝ Սոմ B1, որը ունի բեկորաֆուգասային մարտագլխիկ վերգետնյա թիրախները խոցելու համար։ Երկրորդը կոչվում է Սոմ B2։ Սոմ թուրքերեն ապահովում է, որ թուրքերեն կոչվում է Սաթ Աթլան օրտա մենզիլի Մուհիմադ լիստենդով Մուհիմադ ստենդով Մուհիմադը ստենդով Մուհիմադ եր ֆյուզեսի լիստենդով միսո Սա օպերատիվ մարտավարական թևավոր հրթիռ է, որ ունի 250 կիլոմետր հեռավորություն, որը տարբեր ռազմական օդանավեր Ադրբեջան զինված ուժում, նաև օպերատիվ ռազմավարական հետախուզարարված այն անօթաչ թռչող սարքին, ինչպես են բայրակտար ակնջին, կարող են թևի տակ կրել եւ միանգամից ամենայնիվ երկու հատ կարա արձակի։ Երկրորդ տիպը կոչվում է Սոմ B2, որի մարտագլխիկը ունիկալ մարտագլխիկ է, կոչվում է Broach Bomb Royal Ordnance Augmented Charge, հատուկ մարտագլխիկ է у которой лидирующий кумулятивный заряд, основной фугасный заряд. На энцкопав тирахи, детонирует кумулятивная часть, кумулятивная боевая часть, пробивает отверстие. Аранкից մտնում է հիմնական ֆուգասային մարտագլխիկը պայթում։ Սա էլ է ստեղծված մխրճվող օբյեկտները ոչնչացնելու համար։ Սրանով էլ չես կարողանալ իմ օբյեկտը ոչնչացնես։ Այսինքն ադրբեջանական կողմը իր ողջ արսենալը գործի, Թուրքիան իր ողջ զինանոցը գործի դնի։ Թուրքիայից ռազմաօդային ուժերը օդ բարձրանա, թուրքական կողմի ամենահզոր ավիառումբերը մխրճվող։ Ոնց որ իսրայելական, ուղղակի Թուրքիայում կոչվում է Նեբ 84 թուրքական արտադրության։ Թուրքական կողմը վերցրել է նույն ամերիկյան ավիառումբը, որը կոչվում է Blue 109 Bomb Unit 109 կամ Blue Heavyweight կամ Blue 109B Bomb Unit 109B Heavyweight противобункерная проникающая авиабомба, бетонобойная авиационная бомба. Իսրայելը կիրառում է ամերիկյան կողմի JDAM կոմպլեկտը, Պոչին հետևի մասից մտցնում է JDAM կոմպլեկտը, Joint Direct Attack Munition, որը արբանիներցիոն եւ արբանյակային կառավարող համակարգի հիբրիդն է, որը թույլ է տալիս կոորդինատներով գետ արբանյակային կառավարման համակարգիչները թիրախը խոցել, ստացիոնար, վերգետնյա եւ ստորգետնյա։ Թուրքական կողմը իր կոմպլեկտն է հնարել, որը կցում է ամերիկյան ավիառումբերին, բայց նրանց մոտ կոչվում է Net Bosim 4։ Հիմա իմաստը որն է։ Նրանց մոտ էլ այս ավիառումբը, որը իրանցիները ես բացատրեցի, Իսրայել չկարողացավ սրանցով իրանական այդ օբյեկտներին խոցեր ոչնչացնել։ Այնուհետև դեպքում իրանցիները սխալ են կառուցել։ Բայց այ իմ օբյեկտի ինչքան ուզում ես հարվածի։ Ոչ բան չի լինելու։ Իսկ իմ օբյեկտի ունիկալությունը հենց է, որ ես հատուկ նախագիծ եմ մշակել գիտականորեն հիմնավորված, ես այ մի քանի օր հետո կանցնեմ գիտական հիմնավորմանը, որը թույլ է տալիս գասից սեյսմические колебания, այսինքն սեյսմիկ էֆեկտը չի ազդում, հայերեն դժվար եմ ասում, ռուսերեն ասում, այն գասից սեյսմические колебания, այսինքն գասիտ հայերեն ինքը մարում է սեյսմիկ տատանումները, այսինքն եթե ինչ-որ բան սարի մեջ սակեց պայթուն առաջացավ, սարը ցնցվում է։ Իրանցիների պարագայում ես կոնկրետ հստակ տեղեկություն չկա, բայց գրեթե վստահ եմ, որ դժվար է իրանցիները այդքան ֆայմեին անեն, ոչ թե թերագնահատում եմ նրանց, ուզում եմ բադ բան ասեմ իրանցիներից, ուղղակի իմ կարծիքն եմ հայտնում, էլ տեսնելով որ հիմնականը սխալ են արել, հիմնական սխալանողը չէր կարա այդ ամեն ինչ գլխի ընկներ։ Իրանցիների մոտ մի հատ քաոս է տակը սկսվել, որովհետև ցնցում է լինելու, այդ ցնցումից իրանց ռազմիկները կարող է այս կողմեն թռնել, չեմ ասում պայթի։ Իրանց էներգամատակարարման համակարգը կարող է շարքից դուրս գա, կարող է այդ գեներատորները նույնիսկ шаркից դուրս կարող հրդեհ առաջանա։ Им полагаем, хатук специальное, так сказать, противосейсмическое устройство, то есть, которое гасит сейсмические колебания. Это LMHVR. Էներգամատակարարման ունիկալ համակարգ, օդամատակարարման ունիկալ համակարգ, վերջ ամեն ինչ հաշվի առած է։ Ես այս ամեն ինչի չեմ ասում։ Հայաստանի Հանրապետությունը, այն չի որ ամեն ինչ կորած է։ Դուք պետք է հասկանաք կարևոր բան։ Հայաստանի Հանրապետությունը ունի անկախությունից ավելի կարևոր բան։ Կան 5-րդ շարասյուն,
որոնք ուզում են ձեզ սխալ բաներ, մեր համար ամեն ինչ վերջացած է, մենք պետք է ուսացան դաշտան կազմում, դրանք պետական դավաճաններ են բոլորը։ Չկա հասկացողություն։ Մեր համար ամեն ինչ վերջացած է։ Մարդիկ ովքեր ուզում են ասեն, ձեր համար ամեն ինչ վերջացած է, նրանք պետական դավաճան են։ Ես դա տեսնում եմ ընդդիմադիր գործիչների մեջ։ Վայ, մեր վերջ մենք վտտ, տենց բան չկա։ Միշտ է լուծում կա։ Եթե նման տրամաբանությամբ հայ 5-րդ Շարասյան ընդդիմադիր այդ կխան գործիչների մտածելակերպով առաջնորդվեն, ուրեմն Իսրայել պետությունը չպետք է լիներ 4 կողմից թշնամիներով շրջապատված 10 տասնամյակներ Իսրայելը հզորանում է, Իսրայելը հաղթում է եւ այլն։ Ինչի՞։ Որովհետեւ Իսրայելը չի հանձնվում, Իսրայելը չի ասում, հա դե այսօր անհաջողություն ունեմ, ուրեմն վերջ։ Միշտ հիշեք, լուծումը կա։ Չի կարելի ասել չկա։ Նայեք թալիբներին, ոչ պետություն ունեին, ոչ զինված ուժեր ունեին, բայց մարդիկ կարողացան հաղթանակ տորել։ Իրականությունը։ Այդ մաջախեդներին 80-ականների ոնց էին կռվում սովետական զինված ուժերի դեմ։ Լավ, վերջը նայեք հələ մի հատ տարական բան եմ ասում, նայեք Խամասը ոնց է Իսրայելի դեմ ինչ այսօր կռվում։ Խամասը ամբողջությամբ ջնջված է, բայց այդ ջնջված հալին դեռ կռվում է։ Բայց նայեք Հայաստանի Հանրապետությանը մի հատ բոյն անում, մի անգամից տարածքները տալիս ենք, դիրքերը տալիս ենք, ձեր պայմաններին համաձայն ենք, սահմանադրությունը փոխում ենք, ամեն ինչն անում ենք։ Պրիմիտիվ բան եմ ասում։ Խեզբոլլան իր Խեզբոլլա հալով ահագի ենթակառուցվածքները ստորգետնյա ստեղծել։ Խեզբոլլան ստեղծել է զին պայեսն ես ասում մասին բազմաթիվ անգամ YouTube-յան ալիքում եմ պատմում, մի անգամ Facebook-ում եմ, որ ստորգետնյա հսկայական ռազմաբազաներ է ստեղծել։ Ոչ պետությունն է Խեզբոլլան, ոչ էլ Խեզբոլլան դա զինված խմբավորում է, այո, աշխարհի ամենամեծ զինված խմբավորումն է, հիմա էլ համարենք թե հիմա էլ, հա, որ ասում այո գրածել վայ-վայն է մնացել Խեզբոլլայի, բայց ինչ որ է։ Խեզբոլլան պետություն չի։ Խեզբոլլան Լիբանանի հանրապետությունում ընդամենը մի զինված խմբավորում է։ Բայց իր ստորգետնյա ենթակառուցվածքներն են։ Հիմա գրեիք հարց եմ տալ։ Հայաստանի հանրապետությունը իր ողջ գիտատեխնիկական ներուժով եւ նյութատեխնիկական հնարավորություններով պետությունը Հայաստանի հանրապետությունը վերջը միլիոնանոց բազմի միլիոնանոց փյուրք կա։ Հայաստանի հանրապետությունը արդեն բան է, այդքան հնարավորություն չունի ինչքան Խեզբոլլան։ Տարական բան եմ ասում, իմ ասածը հնարավոր է ստեղծել, թունել կարում եք փորեք։ Հա, որա չի անել, փորել են չէ, թունել ինչ է Դիրիջանի։ Թունել չեք կարող փորեք, բայց դա էլ չեք կարողանում անել։ Ես դες ասում իմ նախագիծը ալտերնատիվ տարբերակ չունի։ Ես ուղղակի, գիտեք, ուր ժամը, եթե ես միացա սկսեցի թվարկել Ադրբեջանից սպառազինությունը, որը ծածկում է Հայաստանի ողջ տարածքը, ու նշանառության տակ է պամուկանան խոցը գետ գիշեր թե ցերեկը։ Ծխածածկույթի բարձ մեteorologիական եղանակային պայմաններում դրա վերջ չի գալու, դրա չեմ միանում։ Ուղղակի ես ասեմ, ադրբեջանական կողմը ասում ողջ տարածքը ծածկում է։ Եթե դու դա չարեցիր, քո ողջ զինված ուժերը ջնջվելու է մի քանի ժամում։ Ոչ թե նա որ ես պետական դավաճան է, վատ մարդեմ նստել եմ այդ բոբոձեձե բաներն ասում։ Սա իրականություն է։ Իմ նախագծի ալտերնատիվը չկա, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ներքև, դուք սրա տարբեր ալտերնատիվ չունեք։ Դու չես կարող այնքան հակարդրային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հակաօթային պաշտպանություն, որ հակառակորդի ողջութային արձակամիջոցներից պաշտպան Իսրայելը, որ Իսրայելը արտադրում աշխարհի լավագույն հակարդրային պաշտպանության համակարգերից մեկը։ Աշխարհում երկու երկիր կա առաջատար հակարդրային պաշտպանության համակարգեր, մեկ Իսրայելը, մեկ Ամերիկացիան Միացյալ Նահանգները։ Իսրայելը արտադրում աշխարհի լավագույն հակաօթային պաշտպանության համակարգերից մեկը, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից մեկը։ Իտո Իսրայելի օդը փակ չի, Իսրայելը չի կարողանում մարտոկոսով ակտիվ պաշտպանությամբ իր հարցերը լուծի։ Որովհետև ամեն զենիթարթրային համակարգ, զենիթարթրային համալիր, զենիթարթրաթնդանոթային համակարգ ունի սահմանափակ կանալնիստ։ Այսինքն, իմ շատ սիրել Հայաստանի զինված ուժերին որ կա, իմ շատ սիրել է զենիթարթրային համակարգերը, կոչված ԵՍԿ-330 կայեմ, տորեմ, դվակայեմ, показательно, то есть 15 гаунтлет։ Զենիթպակետը դեռ զենիթպակետը զուր, ԵՍԿ-330 15 կիլոմետր հեռավորություն ունի, հայկական կողմը 15 կիլոմետր, ավելի ժամանակակիցն արել, կոչված ԵՍԿ-330 15 կիլոմետր հեռավորություն ունի, 10 մետրից մինչև 10 կիլոմետր բարձրության վրա կարողանում թիրախը խոցի։ Հիմա միաժամանակ կարող խոցի 4 թիրախ։ Ոչ ավել, լավագույն դեպքում ամեն թիրախի վրա ուղղորդելով 8 զենթային կառավարվող հրթիռ։ Այսինքն նրա կանալնեստը սահմանափակ է, եթե հակառակորդը քո վրա բաց թողեց 20 հատ օրինակի համար օթային հարձակման միջոց,
Դու չես կարողանում, դու 24-ը որսացիր, բախտդ բերեց այս 4-ն էլ բաց թողեցիր 8 հատ իր боекомплекта. Իր, ну, у него боекомплект 8 зенитных управленных ракет ЗУР, боевой модуль DTM-331. DTM-334, боевой модуль, который называется DTM-334. Այդ 8 հատ զենթային կարորդիրը արձակեցիր 8 հատ հարձակման միջոց խոցեցիր։ Պրծավ։ Նախ боекомплекта պրծավ, դու էլ զենթային կարորդիրներ չունես։ Քեզ էլ կարան դրել այդ հակաօթային պաշտպանության համակարգին կանան խոցել, ոնց որ ադրբեջանցի կողմը 44 օրը պատերազմ ժամանակ արել։ Դու էլ ավել չես կարա։ Հակառակորդը 20 հատ է բաց տվել, դու 8-ն ես խոցել։ Վերջ։ Դա վերաբերվում է բոլոր զենթարտերային համալիրներին, զենթարտերային համակարգերին։ Ավելին տարական բան ասեմ, Ադրբեջանությունը ունի Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակից Հայաստանից են։ Ադրբեջանի Հանրապետությունը երկար տարիներ առաջ ժամանակը երբ որ պրոիշխանաբանը նախկին իշխանություններն էին, խոսքը 2008 թվականի մասին է, վաղ նախկին իշխանություններն են, էլի, որ չասեն, վայ հակառուսական քաղաքականությունը դրա համար է ռուսներն։ Ոչ, տարական բան եմ ասում, 2008 թվականին Ադրբեջանը այդպես ծախել են, գիտեք ինչ։ Երկու դիվիզիոն S-300 ПМУ-2 ЗРС, зенит-ракетная система ЗРС, S-300 ПМУ-2 «Фаворит». 35R62, пока сказано, SA-20D, Gargoyle-D. Կիրառումը 48-6-2 զենթային կարողություններ, 200 կիլոմետր հեռահարություն ունի։ Սա ծախել է Ռուսաստանի Դաշնությունը, Բաքու քաղաքի հիմնական հակաօթային մասամբ հակարդարային պաշտպանությունը ապահովում են այս երկու դիվիզիոնները, որոնք ռուսները ծախել են Ադրբեջանցիները։ Այո, ի սկզբանե սրանք նախատեսված են եղել Իրանի Իսլամական Հանրապետության համար, բայց երբ որ Ջորջ Բուշ կրծեր Իրանի Իսլամական Հանրապետության վրա էմբարգո դրեց, ռուսները ծախեցին ադրբեջանական կողմին։ Ռազմավարական դաշնակիցն է դա Ռուսաստանի Դաշնությունը, դե մոռացել եք։ Հիմա նույնիսկ այս հզոր զենթարտերային համալիրները, որոնք 10 կիլոմետրից մինչև 27 կիլոմետրի վրա օդային թիրախներ են որսում, որոնք 40 կիլոմետրը որսում են հակառակորդի մարտական բալիստիկ հրթիռներ, օպերատիվ մարտական բալիստիկ հրթիռներ, որոնք ունեն 200 կիլոմետրը 200 կիլոմետրը խոցում են աերոդինամիկ թիրախներ, թեւավորություններ, ուղղաթիռներ, ինքնաթիռները, ունեն սահմանափակում կանալնեստի։ Միաժամանակ կարա խոցի 36 թիրախ, ամեն թիրախի վրա ուղղորդելով զենի 2 հատ զենիթային կառավարող հրթիռ, որ կոչվում է Սորգոսի-Մեշեզիդվա, հետևաբար 72 հատ կառավարող հրթիռով սա կարա խոցի լավագույն դեպքում 36 թիրախ, վերջ։ Եթե հակառակորդը օրինակի համար 50-ը բաց թողեց, դու 50-ից որսալու ես 36-ը։ Եթե հակառակորդը 100-ը բաց թողեց, մեկը կանալնեստի չի հերիքում։ Էլ չեմ ասում ադրբեջանական կողմը խորամանկություն ա գնում, կեղծ թիրախները բաց թողում, ոնց որ Անտոնով Անվա կուկուրուզնիկներն էր, հիմա դրանից հետո թուրքական շահին էլ ավելի ժամանակակից կեղծ թիրախներն են առել, որոնք ռադիոլոկացիոն ինֆրակարմիր ուլտրամանուշակայինի կապված ռադիոլոկացիոն դիապազոնում երևում են որպես իրական թեւավորություններ, իրական օդային արձակման միջոցներ, անթաչի օդային արձակման միջոցներ, իրական ռազմական ինքնաթիռներ հակառակորդի, հետեւաբար հայկական է, Հայաստանյան հակաօդային պաշտպանության զորքին խաբելու են հայկական կողմը սկսել էս կեղծ թիրախները որսալ։ Էլ չեմ ասում կեղծ թիրախների պարագայում ընդհանրապես քո հարցեր լուծված են, դու կեղծ թիրախները ոնց ոնց որ ես պատմի ուկրաինացիները ոնց է ռուսներին անում, ռուսները կեղծ թիրախները որսում, ուկրաինացիները ղրիմ ջնջախում են, չուզում են։ Հիմա իմաստն ինչու՞մ է կայանում։ Այս ամեն ինչը ակտիվ պաշտպանությունն է, որը Հայաստանի Հանրապետության համար իրատեսական չի։ Արեք, բնականաբար պիտի առնեք զենթարտերային համակարգեր, զենթարտերային համալիրներ, առեք, լավ եք անում, ակաշն եք առնում, Հնդկաստանի Հանրապետությունը լավ եք անում, ես չեմ ասում մի առեք։ Արեք, երկիրը պիտի ունենա հակաօթային պաշտպանություն, երկիրը պիտի ունենա զենթարտերային համակարգեր, զենթարտերային համալիրներ, զենթարտերաթնդանոթային համակարգեր, զենթաթնդանոթային համակարգեր, երկիրը պիտի ունենա ռադիոէլեկտրոն պայքարի, այդ ամենը պիտի ունենա, բայց դա ակտիվ պաշտպանությունն է։ Դա չի փոխարինելու пассив պաշտպանությունը։ Դուք պիտի հասկանաս, որ սա իրականում լինելու է քիչ արդյունավետ։ Իսրայելը, որ Իսրայելը չի կարողանում ակտիվ պաշտպանությամբ հարցեր լուծի, Իսրայելը մի քանի ամիս առաջ երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գրովում էր Իսրայելը, ես այնտեղ պատմել եմ, բացատրում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի միջին հեռարձան բալիստիկ հրթիռներ, որոնք կարողանալու են Իսրայելի հակառակորդի պաշտպանությունը հաղթահարել։ Տենց էլ եղավ։ Իսրայելին օդ փրկեց նա, որ Իսրայելը իր ռազմաօթային ուժերը օդ բարձրացրեց, երբ որ օրինակի համար 28-րդ ավիաբազա, Նևատիմ ավիաբազան Իսրայելում հարված ենթարկվեց, արդեն ավիացիան օդ էր բարձրացել։ Եթե այդ ավիացիան իսրայելական գետնի վրա լիներ, հիմա Աստված գիտի Իսրայելը ինչքան նյութատեխնիկական կորուստներ էր ունենալու։ Ակտիվ պաշտպանությունը չի փրկում, հարցերի լուծումը չի տալիս։ Էլ չեմ ասում հակառակորդը ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, որ կիրառեց ռադիոլոկացիոն կանքներ, կուրացրեց կամ խոչընդոտներ ստեղծեց, вообще իրավիճակը փոխվում է։
Մանավանդ որ Հայաստանությունը չունի այսօր մինեց երկիր, որից իսկ կարողանա լուրջ հակաօթային պաշտպանության միջոցներ առնել։ Օրինակի համար Հնդկաստանի Հանրապետությունից որ առնում ես Ակաշը մոտ հեռարձան զենթարտրեն համակարգա, որ հավատացնում եմ ձեզ իր ռաջենդրա ռադիոլոկացիոն կայանքով դժվար թե ադրբեջանական գերժամանակական օթային հարձակման միջոցների դեմ պայքարի։ Իսկ ավելի լուրջ երկրներ όπως Ֆրանսիա, Հանրապետություն եւ այլն, նախ Իսպան կարող է չծախեն, երկրորդն էլ աշխարհում քիչ երկրներ կան, որ լուրջ հակաօթային հակարդային պաշտպանության համակարգերն արտադրում։ Դրանք էլ այն ձևի գներ են, նախ առաջինը քաղաքական բաղադրիչից երբ դժվար ամեն մեկը Հայաստանից սպառազինություն չի ծախի։ Երկրորդը Հայաստանությունը դժբախտաբար հապկի անդամ երկիր է, Ռուսաստանի Դաշնության ռազմական դաշնակից ունի, դժբախտաբար, պայմանագիր ունի։ Դրա համար Հայաստանությունը եվրոպական ամեն երկիր չի ծախելու։ Ռուսաստանի Դաշնությունը ինքը չի ծախում, Ռուսաստանի Դաշնությունը ինքը էսպայրի ունակ չի իրազինված ուժերը սնուցի, մանավանդ ռուսական հակարդային պաշտպանությունը զիջում են արևմտյան, օրինակ իսրայելական, ամերիկյան հակարդային պաշտպանության համակարգերին։ Ռուսները ունեն լավ հակաօթային պաշտպանության համակարգեր, բայց հակարդային պաշտպանության համակարգն անցմուտ կաղում է։ Հիմա ռուսները դա ուզեն անել քեզ չեն կարողանում վաճառել, դրանց իրանց ռազմավարությունից իրանց զինված ուժերի հարցերը չլուծում։ Ուկրաինացիները նույնիսկ օպերատիվ ռազմական խորհրդի վրա խոցում ռուսական ռազմական օբյեկտները ոչ շացնում, ռուսները իրանց հարցը չեն կարող լուծել։ Քեզ չեն ծախելու։ Դու էլ փող չունես, որ առնես։ Դու ունես Հայաստանություն ունի խիստ սակավ բյուջե։ Մտածենք ալտերնատիվը իմ ասածն է, пассив պաշտպանությունը փորում է սարերի մեջ թունելներ, ենթակառուցվածքի քո ռազմական ողջ ենթակառուցվածքների կարևոր բաղադրիչները մտցնում ես այնտեղ։ Այնտեղ մտցնում ես, ստեղծում ես ռեզերվային պետական կառավարման կետեր։ Դա վերաբերվում է ռեզերվային օրինակի համար, չգիտեմ, քաղաքապետարան, ռեզերվային քաղաքապետ։ Դա արվում է համար, որ երբ որ հակառակորդը ամբողջ կրակային հզորությամբ քո թիրախներից սկսեց գրոհել, ոչնչացնել։ Դու քո պետությունը շարունակի գետնի տակ ֆունկցիոներովեց, աշխատի։ Պայսներից բացի, վարելիքակցուկային պայսներից բացի, ռեզերվային հիվանդանոցներից բացի, դու պետք է ամեն ինչ ունես, ապաստարաններից բացի, որ ամեն բանում պետք է ամեն քաղաքի մոտ լինեն, ասենց ապաստարաններ ստորգետնյա, որպեսզի մեծ քանակությամբ մարդկանց կարողանան ընդունել։ Բացի դրանից որ կարող է Իրանի իսլամական միջուկային օբյեկտին հարվածեն, ռադիացիան ի վերջին եթերում է ասում, չեմ կրկնել նոր։ Ապաստարանները նաև դրա համար են, ապաստարանները կարած նաև եթե ամաթնորորտի ախտոտվածություն լինի, քիմիական միջուկային զենքի օբյեկտներին հարվածեցին Իրանի իսլամական մթնորորտը ախտոտվեց, հասարակությանը կանց մցլեց այդ ստորգետնյա պաշտպանիչ իսկի մոտ ունիկալ պաշտպանիչ համակարգերը, որ օդամատակարարում է պաշտպանում է, ունիկալ ֆիլտր վենտիլյացիոն ուստանովկի։ Պատմել եմ, հիմա չեմ նստել նորից ասեմ, արդեն ես 2 ժամը եթերում չգիտեմ։ Այս ամեն ինչ ալտերնատիվ տարբերակ չունի։ Իսկ սա հնարավոր Հայաստանից ուզում եք ասեք բանը, ուժ չունի թունել փորի, հնարավոր է Սփյուռքից բերել համապատասխան մասնագետներ, հնարավոր է բերել նյութատեխնիկական միջոցներ։ Հայաստանի Հանրապետությունում բանը պրոբլեմ աշխատուժի։ Մարդկանց տարեք Լեռնային Ղարաբաղից ինչքան մարդ է եկել առանց աշխատանքի։ Բոլորին վերցրեք, ներգրավեք այս աշխատանքների մեջ վարձատրության հիմունքների վրա։ Համ աշխատատեղ կունենաք, համ էլ դա այն է, որ այնեն չի, որ քեզ կվաճառեն, չեն վաճառի, թանկ է, ժանա։ Դա քո ձեռից եկած բան է, դու կարաս այդ թունելները փորձ։ Եթե դու Ֆրանսիայի Հանրապետությունից Սամպտե զենթարթրայինը համալիրը կարող ֆրանսիացիները քեզ չծախեն, Արաբել 30 ռադիոլոկացիոն կանքներով, Աստր 30 հակարդներով զենթան կառավարություններով, Ֆրանսիա դա միլիոնանոց, բազա միլիոնանոց սպառազինություն է, միշտ դրա համար հաշվարկներ պատրաստես քո սպաներին, քո ենթասպաների, Ֆրանսիայի Հանրապետությունը քեզ կծախի, թե չի ծախի, Ֆրանսիայի Հանրապետությունը ունակ այդ զինատեսակի հիմա արտադրի էքսպորտի համար։ Եթե անունակ արտադրի էքսպորտի համար ինչքան ժամանակ կտևի, մինչև իր զինված ուժերը մտցնի, քոննել քեզ էլ ուղարկի։ Սրանք հարցեր են։ Միջև դու կստանաս, հարցը կստանաս թե չի կստանաս, իսկ որ ստացա, բացատրեցի, որ ադրբեջանական կողմի գեր հզոր կրակային հարձակման միջոց Նախիջևանի knավայրությունից խփելու են, Ադրբեջան տարածքից խփելու են, անիմաստ է։ Պետք է առնես, անպայման պիտի լինի, բայց իրականում քիչ արդյունավետ է լինելու։ Իսկ իմ ասածը, արդեն քանի ժամ եմ ասում, ինչքան ուզում է խփեն, չեն կարողանալու ոչնչացնել, չեն կարողանալու, ինչքան ուզում է խփեն։ Իրանց սաղ զինատեսակներին օգտագործեն, ինչքան ռազմավթերք ունեն, ոչ մի բան չեն կարողանալու անել։ Սա ես չեմ ասում ինձ գովազդելու համար։ Այս տարբերակին ալտերնատիվ չկա, այդ ինչ որ մեկ ավելի ունիկալ բան գիտի։ Գրեք իմ Facebook-յան էջում, ես մեծ սիրով կծանոթանամ։ Հարգելի ընկերներ, գրեք, եթե հետաքրքիր է թե չէ, եթե կկիսվեք, շնորհակալ կլինեմ։
Իդեպ նրանց ովքեր կցանկանան իմ YouTube-յան ալիքին օգնել, եթե ուզում եք օգնեք, աջակցեք իմ YouTube-յան ալիքին դրամական, իմ YouTube-յան ալիքի տակ ռեկվիզիտները կան, ինչպես կարելի է դրամապես աջակցել իմ YouTube-յան ալիքին, որպես կանոնշանակել եմ գործողությունը, եթե ֆինանսապես կաջակցեք իմ YouTube-յան ալիքին, շնորհակալ կլինեմ։ Հույսով եմ եթերը հետաքրքիր էր։ 30 վայրկյան ես հետ եմ գրեք եթերը հետաքրքիր էր թե չէ, հույսով եմ այսքան ժամ ձեզնից հենց այնեն չտարայ, ամեն դեպքում ես շատ ուշ ժամի մտա։ Կես գիշերին եթերը կխնդրեմ կիսվեք, եթերը կտարածեք, շնորհակալ կլինեմ, ինչքան շատ մարդ նայի, այնքան երևի ավելան, ինչքան հասարակական կարծիք, այնքան ավելի մեծ կազդի հասարակական կարծիքի վրա։ Բոլորիդ շնորհակալ եմ, որ դիտում եք, կբաժանորդագրեք իմ Facebook-յան ալիքին, Telegram ալիքին, շնորհակալ կլինեմ։ Շնորհակալ եմ հարգելի Գոր Վարդանյան, շնորհակալ եմ շատ։ Բարի գիշեր, շնորհակալ եմ բոլորիդ։ Հարգելի Սմբատ Հովանեսյան, շատ շնորհակալ եմ հարգելի Սմբատ Հովանեսյան, շնորհակալ եմ բոլորիդ, որ նայում եք, բարի գիշեր, շնորհակալ եմ հարգելի ընկերներ, բոլորին բարի գիշեր։